ձեր հարցին, ով որ հարցը տալի, խնդրում եմ ասել, ումա ուղղված հարց։ Դուք առաջինն եք, եկեք ձեզ հետո ձեզ։ Մի շարք խնդիրներ նշեցիք սոցիալական եւ միայն թոշակների բարձրացման բարակային դուք առաջարկեցիք, որ 50%-ով ես կխնդրեմ նաեւ մյուս խնդիրների համար ձեր առաջարկը նշեք, եթե բարձրացրել եք խնդիրներ, ապա հաստատ առաջարկներ լուծման տարբերակներ ունեք, կխնդրեմ նաեւ դրանց մասին խոսեք։ Եկեք ես պատասխանեմ, մենք հիմնարար բնույթ ունենք հարցի մոտենալու 502,000 կենսաթոշակառուներ ենք եւ այդ կենսաթոշակառուների մեջ մեր ծերության կենսաթոշակառուների թիվը 385,000-ից անցնում է։ Այստեղ կան թոշակներ, նպաստներ, մայրության նպաստներ կան, կերակրող կորցնելու հետ կապված վճարումներ, նպաստներ կան, հաշմանդամության հետ կապված, կա թոշակային զինվորական ծառայության կապված։ Խնդիրը գիտեք որտեղ է, խնդիրն է, որ ամենան առաջնայինը դա ծերության կենսաթոշակների հետ կապված խնդիրն է։ Իհարկե 50%-ը երբ որ մենք դա բարձրացնելու ենք, մենք բնավ չենք մոռանալու նպաստներ ստացող, տարատեսակ նպաստներ ստացող մեր մնացած թոշակառուների, կարիքավորների, նպաստավորներին եւ յուրաքանչյուր հարց իր ամբողջության մեջ քննվելու է, դա հետ կապված մենք որոշումների մեծ կարող ենք ասել մեծ արդեն ցանկ շտեմարան ունենք եւ համապատասխանաբար գնալու, բայց առաջնայինը եւ նկատելի, շոշափելի առաջնային լինելու է 50%-ով կենսաթոշակների աճը։ Մնացած բոլոր հարցերին, գիտեք խնդիրը որտեղ է, այս մեր ասուլիսից առաջ մենք մարզային կենտրոններում հանդիպել ենք աշխատավորության հետ, հանդիպել ենք թոշակային տարիքի մարդկանց հետ, նրանք այս բոլոր հարցերին փայլուն տիրապետում են, բարձրացնում են խնդիրները, որոնք որ իրական լուծում են պահանջում, եւ այս ամեն ինչը մենք ուսումնասիրություններ ունենք, մեր հետազոտությունները շարունակում են եւ լուծումները կառուցվածքային իմաստով եւ օրգանական իմաստով մենք կներկայացնենք։ Ոչ մի մարդ, ոչ մի թոշակառու, ոչ մի նպաստառու պետական հոգացությունից դուրս չի գնելու։ Ընդհանրապես պետություն եւ ցանկացած իշխանություն պետք է երես չդարձնի այդ 500,000 զգալի քանակ բնակչության 16%-ը կազմող բնակչության այդ շերտից եւ պետք է դեմքով վերադառնանք նրանց խնդիրները ունենանք, խնդիրները տեղորոշենք, համակարգենք եւ համապատասխանաբար քրիստոնեական արժեքներով նաեւ տոկորված խնդիրները պետք է լուծենք։ Ես նաեւ հավելեմ ձեր հարցը հաշվի առնելով, որ մենք իհարկե երկրում ունենք սոցիալ-տնտեսական մի շարք շատ սուր եւ մեծ առանցքային խնդիրներ, Մենք յուրաքանչյուր խնդրի հետ կապված համանման ասուլիս կպատրաստենք, որտեղ կցես կներկայացնենք թվերը, խնդիրները, միջազգային պրակտիկան, լուծումներ եւ այլն, որպեսզի դա լինի համակարգված, էլի, դրա համար հիմա sense դա հարց ու պատասխանով տեղ բան չանենք։ Հայաստանի նախագահը հայտարարեց, որ բյուջեի հետ կապված խնդիրներ չկա, նորմալի խնդիր չունենք։ Հիմա ինչ է ստացվում, այս խնդիրները որ չեն լուծվում, ցանկության բացակայություն է, թե այդ խոչընդոտող հանգամանքներ կան։ Ինձ թվում է ես արդեն բացատրեցի։ Գումարները բյուջեի ուղղվում են սեփական քաղաքական գերակայությունների վրա, ռեպրեսիվ ապարատ պարելու վրա, ըստ էության այնպիսի ծախսերի վրա, որից օգտվում են իրենց այսպես կոչված բիզնես գործընկերները, պետական ապարատը ուռճացնելու վրա եւ այլն, այսինքն իրանք պետական պարտքի մասները ես ասացի, թե ինչպես է ուռճացել եւ պետական պարտքը նրանց սպասարկում։ Այսինքն դա իրանց գերակայություններն են։ Մեր գերակայություններն անում է, որտեղ մենք միջոցները խնայենք եւ դա ուղենք մեր առաջին առավելապես սոցիալապես անապահով կոչելի խավերի վրա, դա կենսաթոշակառուներն են, բայց այո, նաեւ բազմազավակ ընտանիքներն են, սահմանամերձ բնակարարում բնակվող ընտանիքներն են, հաշմանդամներն են եւ այլն։ Հարցի պատասխանեմ նաեւ։ Մենք խնդիր ունենք, որովհետեւ հայտարարություններից զատ կան հայտարարությունները կատարելու ոչ թե համարձակություն, այլ ողջամտություն։ Արդյոք այդ գումարները կան, արդյոք այդ հարցերը կան, հարցերը հետազոտված են, թե ոչ։ Նույնիսկ Սյունիքում այս կատարեց վարչախմբի ղեկավարը եւ նրանք փորձում էին հարց պատասխանների միջոցով իբրև պետական կառավարում իրականացնել, բարձրաց որ ջրօգտագործողների թիվը կոնկրետ տարածաշրջանում մարդիկ տեղյակ չեն։
Այս մարդիկ հայտարարություններ են անում, որոնց մեծ մասի վերաբերյալ, նրանց պարունակության վերաբերյալ նրանք նույնիսկ տեղակ չեն։ Քանի որ երկրորդ խնդիրը, եթե գումարներ կան, մենք չենք խոսում արդյունավետ օգտագործման մասին, նա մենք հարց տանք, Հայաստանի Հանրապետությունը արդյոք կարող է իրեն թույլ տալ այս շռայլությունը մոտավորապես 14 միլիարդ դոլարի արդեն իսկ արտաքին եւ ներքին պարտք ունենալու։ Այս շռայլությունը բերում է նրան, որ մենք տարեկան 800 միլիոնից մինչև 850 միլիոն դոլար ամերիկյան տալիս ենք պարզապես սպասարկման համար տոկոսների եւ մարգմարների այսպես վճարել հետ կապված։ Այդ անձնավորությունների հայտարարությունների լուրջ մի վերաբերվենք, որովհետև հայտարարության հետևում եթե ինչ-որ մի ֆինանսիստ կամ տնտեսագետ նրան ողջամիտ հարց ուղղի, նա պարզապես բազային չի տեղադրել։ Հայտարարում, ինչ ասում է։ Տեսնում եք իշխանության կողմից քայլեր, որ այս խնդիրները կլուծվեն, ինչ որտեղ նաև քարոզարշավը ապահովում։ Տեսեք, մենք այս հարցը բարձրացնում ենք առաջին հերթին նպատակ ունենալով գործող իշխանության վրա այո ճնշում գործադրել, հանրային ճնշում գործադրել, որպեսզի իրանք այս խնդիրները լուծեն։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խնդրի, որ իրենք ձեռք են տալի, ոչ թե լուծումն ավելի են բարդացնում։ Ուստի ամեն հավանականությամբ այս խնդիրները կլուծվեն արդեն հաջորդ իշխանությունների օրոք եւ հուսով եմ մենք էլ դրան անմիջական մասնակցություն կունենանք։ Ուրիշ հարցեր դուք հարցնեք։ Պարոն Շարադյան, արդյոք հաշվարկել եք, որ նշում եք 50%-ով թոշակները կբարձրացնեք, դա բավարար կլինի, որ թոշակառուն արժանապատիվ ապրի, որ երկրի օրինակներ այսպես ուսումնասիրել, օրինակ ծառայել Տեսեք, ես միանգամից պատասխանեմ, մենք չենք կարծում, որ 50% բարձրացումը մեր կենսաթոշակառուների բոլոր խնդիրները կլուծի։ Եթե ուշադրություն դարձրեցիք, մենք ասենք հետևյալը, մենք հիմա ուզում ենք լուծենք առաջիկա 2 տարիներին նվազագույն խնդիրը։ Այսինքն, որպեսզի կենսաթոշակների բարձրացումը եւ հետագա ինդեքսացիան հնարավորություն տա մեր կենսաթոշակառուներին գոնե կարողանալ սպառել նվազագույն սպառողական զանգվածը, գոնե։ Դա, բայց ասեմ ձեզ, դա մեր երազանքների բանը չի, սահմանը չի։ Բնականաբար մենք պետք է կարողանանք ժամանակի ընթացքում այդ թիվը բարձրացնել։ Տեսեք, հիմա այս տարվա դրությամբ միջին աշխատավարձ, միջին կենսաթոշակ հարաբերակցությունը 6 անգամ, դա հսկայական եւ աբսուրդ թիվ է, դա նշանակում է, որ մարդը հենց աշխատանքի շուկայից տեղափոխվում է վաստակած հանգստի, իր եկամուտը միջին հաշվով 6 անգամ նվազում է, այսինքն նրա կենսամակարդակը 6 անգամ վատանում է, կտրուկ վատանում է։ Դա ընդհանրապես ասած աշխարհում չտեսնված, չլսված պրակտիկա է։ Գոնե պետք է ձգտել նրան, որ ասենք այդ հարաբերակցությունը լինի 3 անգամ, իսկ երկարաժամկետ հեռանկարում 2 անգամ։ Բայց եկեք սկսենք այն խնդրից, որը կարող ենք լուծել հիմա, որտեղ ինչի մենք հիմա պատկերացնում ենք։ Այս խնդիրը ինչպես է լուծվում։ Մենք ձեզ ցույց տվեցինք, հիմա նորից կրկնեմ, ցույց տվեցինք 50%-ով բարձրացումը ինչ միջոցների հաշվին է տեղ ունենալու։ Եթե Հայաստանում շարունակվի դրանից հետո տնտեսական աճը, իսկ եթե եմ ասում, որ դες իշխանության օրոք կասկածել է, բայց եթե մենք գանք իշխանության, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ տնտեսական աճը կայուն հետագծի վրա կլինի։ Եվ դա կբերի հավելյալ միջոցներ, եւ մենք պարտավորված ենք մենք զգում եւ հանձնարարություն ենք վերցնում այդ հավելյալ միջոցները ուղղելու նաեւ մեր առավել սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակի բարձրացմանը։ Խնդրեմ։